տարիների ընթացքում տեսնում ենք Բագրատ Սրբազանի հետ կապված գործի մեջ մենք բազմաթիվ քրեական հետապնդումներ, քաղաքական իրականում քաղաքական բովանդակությամբ քրեական հետապնդումների բազմաթիվ դեպքեր ենք տեսնում, որտեղ երբ որ փաստերը դու իրար հետ ես դնում, համադրում ես, փորձում ես այնտեղ ինչ-որ մի հատ լուրջ բան գտնել, այնտեղ հանցակազմի ինչ-որ բան գտնել, տեսնում ես, որ չկա այդպիսի բան, պարզապես քանի որ երկիրը հստակ կերպով շարժվում է ավտորիտարիզմից դեպի բռնապետություն, իրավիճակը նմանվում է ստալինյան ժամանակաշրջանին։ Այն ժամանակ ուղղակի առանց դատ ու դատաստանի 5 րոպեում որոշումներ էին կայացնում, մարդկանց գնդակահարում էին։ Հիմա այդ ամեն ինչը չեն անում, բայց իրենց ավտորիտարիզմը, իրենց բռնապետությունը պահպանելու համար օգտագործում են այսպես օրենքի շահարշներն են օգտագործում, օրենսդրական կարգավորումներ իրենց ուզած ձևով ֆրցնելով, սվաղելով, սարքելով օգտագործում են եւ ձեր հարցի պատասխանը հենց այս տրամաբանության մեջ է։ Դու կարծում եք, որ այդ ձայնագրությունը մոնտաժված է կամ ինչ։ Ես նորից ասեմ, որ իմ կարծիքը բան չանեմ, այսպես դա քանի որ գործի փաստական հանգամանքին է վերաբերում, դրա համար ես գնահատական չտամ, բայց ոճը, ձեռագիրը, ապօրինի, գաղտնալսում, չգիտեմ, մոնտաժել, մեկնաբանել եւ այլն, այս ոճը այս իշխանություններին շատ բնորոշ է եւ ցավոք սրտի, ցավը այստեղ նրանումն է, որ այս իշխանությունները իրենց համար փաստորեն օգտագործում են Հայաստանի Հանրապետության իրավական համակարգ, իրավապահ համակարգը, քննչական մարմինները ցավոք սրտի իրենց գործառութային առաքելությունը մի կողմ թողնելով առաջնորդվում են քաղաքական հրահանգներով, պատվերներով։ Եք նախատեսում ոչ միայն պարոն Չալաբյանի, այլ նաև այլ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչների նկատմամբ։ Ես համոզված եմ, որ այս շինծու գործերը ջարդվելու են Հայաստանի դատաիրավական համակարգը թեև իշխանությունների կողմից ամբողջությամբ զավթվելու փորձերը շարունակվում են եւ այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում գործում է մաֆիա, այսպես դատաիրավական մաֆիա, մոտավորապես այսպիսի ձևակերպում, ասելով թե բոլոր այն դատավորները կամ իրավապահ համակարգի բոլոր այն գործող անձինք, ովքեր որ իրեն անմիջապես չեն ենթարկվում, չեն լսում, նրանց փորձելով նույնացնել մաֆիայի հետ, մաֆիոզների հետ, իրականում մեր այս համակարգում կան դատավորներ, կան մարդիկ, այսինքն համակարգի մեջ կան դեռևս չխորտակված սյուներ եւ մեր քաղաքացիական հասարակության հանրության պարտքն է մեր աջակցությունը բերել այդ սյուներին, որպեսզի նրանք չխորտակվեն, որպեսզի մեր պետությունը, որ հաստատուն քայլերով գնում է դեպի բռնապետություն, կարողանանք կանխել կամ գոնե դանդաղեցնել այդ տեմպը։ Այսինքն անհատները ոչ թե համակարգի վրա է այդ որ ասում եք ջախջախելու հույսը, անհատը գործող դատավորների ժողովրդի ոչ թե իրավական համակարգին է կապավորվում։ Այո, համակարգը, որովհետև ի վերջո համակարգի մեջ կան անհատներ, որոնք որ ենթարկվում են ցանկացած քաղաքական պատվերի եւ անվերապահ ձևով են կատարում, եւ կան անհատներ, ովքեր որ դեռևս առաջնորդվում են օրենքով, սեփական խղճով եւ իրենց մասնագիտության առաքելությամբ։ Հիմա այսօրվա երիտասարդ դատավորից Ջոն Հայրապետյանից ակնկալիքները ինչպիսին են։ Առհասարակ այսպիսի գործընթացներում թեև որոշ ժամանակ հետո լինում են հիասթափություններ, սակայն մեր պարտն ենք համարում կանխակալ վերաբերմունք դեռևս չցուցաբերել եւ հույս հայտնել եւ, չգիտեմ, կոչ անել կամ պարզապես հույս հայտնել, ցանկություն հայտնել, որ յուրաքանչյուր դատավոր, յուրաքանչյուր պաշտոնյա, ով այդպիսի կարևոր իր պոստում կարևոր որոշում է կայացնում, առաջնորդվի իր մասնագիտական առաքելությամբ եւ սեփական խղճով։ Ձեզ նույնպես շնորհակալություն։